Համեցեք մեզ։ Այս նախագիծը մեր մոդուլային դպրոցի նախագիծն է մինչև 44 աշակերտի կարողությամբ եւ այստեղ ինչ որ տեսնում եք մոդուլային այս նախագծերը գրեթե բոլոր տեղերում եք կան որ մի քիչ տեղերը փոխվել են դառնիչ էսկոմ բանը ճաշարանը մյուս կողմ բայց ընդհանրապես պես է եւ սա մենք կարևոր ենք համարում որ երեխեքը նաեւ դպրոցներում ստեղծագործելու տարածք ունենան, քննարկելու տարածք ունենան, բայց մենք կարևոր ենք համարում, որ այս տարածքները ծառայեն նաեւ համայնքին, բնակավայրին եւ դասապրոցեսներից դուրս եւ մարզպետարանին եւ նախարարությանը եւ դպրոցի տնօրինությանը հանրայնական տրված է, որ նաեւ համայնքի հանրությանը ծառայի, այսինքն հասանելի լինի ամեն ինչը ընդ եւ քննարկումների համար։ Կրթական են տարածքը, որը օրինակ չունի մարզադահլիճ, X պահի դարից դպրոց պետք է չհամարենք, եւ որպես այդ տարածքը համարենք դպրոց պետք է ունենա միջոցառումների սրահ, մարզադահլիճ, որովհետեւ եթե դպրոց չունի մարզադահլիճ, ինքը ո՞նց է դպրոց։ Որովհետեւ մենք խոսում ենք կրթության մասին, բայց մարմնակրթությունը, սեփական ակտիվ ապրելակերպը, սպորտով զբաղվելը այդ կրթության շատ կարևոր մի հատված է։ Նիկա կենսաբանության լաբորատորիան Այս լաբորատոր գույքերն է, սրանք միջան հիմա բոլոր դպրոցներն են, որոշակի չափանիշներ։ Ֆիզիկայի եւ աշխարհագրության կաբինետն է, նաեւ որոշակի լաբորատորիա։ Այսինքն լաբորատոր սարքավորումները կան, արդեն նկատվում է, որ օգտագործվում են, տեսեք։ Այստեղ է ինֆորմատիկայի արմատ լաբորատորիան է եւ ինֆորմատիկայի կաբինետն է, ինչպես տեսնում եք, դպրոցում արդեն երկու հատ, երեք թե պիչ կա, շախմատ են պարարում եւ գրադարանային հատվածն է այստեղ։ Ինֆորմատիկայի տեխնիկան նոր միջավայրում։ Այսինքն սկզբում հետևյալն է, որ բացի արմատ լաբորատորիան եւ նախկին ունեցել են, դա կազմակերպության հետ աշխատում են, նրանց ամբողջ նույնպես օգտագործված միջավայրում։ Իհարկե գնդակը մատակույն կարմրը կմաշի եւ մենք ուզում ենք որ մաշի, որ երեք օգտագործեն, երբ որ մաշի իջև ենք օգտագործել չլինի դպրոցները նորից։ Հայ միջալով մեր մոդուլային դպրոցները, բոլոր դպրոցները ֆոտովոլտային կայաններ ունեն, որտեղ իհարկե էլեկտրաէներգիայի խնայողությունը բյուջեով հատկացված միջոցների խնայողություններ են տեղ ունենում, կարակ գնդակները, որ մաշում են այդ փողից նոր գնդակ առեք երեխեքին, մի խնայեք եւ թող երեխեքը միշտ նորմալ գնդակ ունենան։ Եթե չեք հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ ուղղակի։ Գարնանը վստահ եմ, որ կրները տանիքից նկատակում ինչ է կարող բայց երևի գարնանը, ասենք սուրբ զավթի արյունով երևի արդեն պատրաստ է։